Բանակում խաղաղ պայմաններում զոհվածների հարազատների հետ այսօր խոսեց Սերժ Սարգսյանը իր նստավայրի ճաղերի հետևից։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ կանի նրանց որդիների սպանությունները բացահայտելու համար։ Իսկ այսօր երեկոյան նորանշանակ զինդատախազի ներկայությամբ կընդունի եւ կլսի նրանց։ Զոհվածների հարազատներին այսօր մոտեցավ եւ նրանց հետ զրուցեց նաեւ Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, նշելով, որ Պաշտպանության նախարարից հանձնարարություն է ստացել բոլորի գործերն իր ուշադրության կենտրոնում պահելու համար։ Աստվածը վկա, չի կարող լինել եւ չի հանդուրժվի ոչ մի արյան լապելու դեպք։ Զոհվածների հարազատները թեև ընդունեցին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը, սակայն չեն թաքցնում։ Չեմ հավատում։ Դեռևս այն ժամանակ, երբ որ ինքը Պաշտպանության նախարար էր, դիմել եմ, ոչ մի անգամ ընդունելություն չեմ ստացել, չգիտեմ ինչի են հովանավորում մարդասպանին։ Արայիկ Ավետիսյանը սպանվել է 2001 թվականին ճակատից ստացած հրազենային վնասվածքից։ 2010 թվականի մարտի 15-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում սպանվել է զինծառայող Վալերիկ Մուրադյանը։ Իմ տղուն խեղդել են, հետո կախել։ Եղամ Սերգոյանին սպանել են 2007 թվականին Ստեփանակերտում։ 72 հոգուց բաղկացած զորամասում գլխից խփել են։ Ես այսօր ունեմ երեխուս գերեզմանը, բայց մահվան պատճառ չունեմ։ Ինչու՞։ Այդ ինչուների պատասխանը ով է տալու։ Մեր գլխավոր գերագույն հրամանատարը թող պատասխանի։ Զոհվածների հարազատները թեև կարծում են, որ այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տալու, սակայն ցանկանում են, որ իրենք սխալված լինեն։ Վիկտորիա Աբրամյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։